Ողջույն, լայնից գետեմ կայքի հարգարժան այցելուններ։ Դե ոնց որ տարին մոտենում է իր ավարտին, բոլոր ելույթները, տարբեր կարգի մեկնաբանությունները կարծեք թե փորձում են ամփոփել 2025 թիվը եւ մեզ ուղեկցել դեպի 2026 թիվ։ Ինչ տվեց 2025 թիվը Հայաստանի Հանրապետությանը։ Ես կարծում եմ, սա մեր պատմության ամենաարատավոր ու ամենանվաստացուցիչ տարիներից մեկն է։ Մեր ոչ պատմության, ընդ որում նաև այն ժամանակաշրջանի պատմության, երբ որ մենք պետականություն որպես այդպեսին չենք էլ ունեցել։ Բայց հավատացեք, մենք նույնիսկ պետականություն չունենալու պարագայում մեզ այսքան ստորացված ու նվաստացած չէինք զգացել։ Այն ամենը, ինչ տեղի ունենում այսօր, եւ այն ամենը, ինչի հետ կապված, ուրեմն հայ ժողովուրդը իր վերաբերմունքը այսքան պասիվ է ցույց տալիս, հայ Նիկոլը ստե կար ասի, սա աննախադեպ է, այդպես երևույթ երբևէ չի եղել։ Բնական է նաև Նիկոլ Փաշինյանի, զեղումները տարբեր տեղերում, օրինակ Մոսկվայում, կներեք Սանկտ Պետերբուրգում, երբ որ ինքը ելույթ էր ունենում միանգամայն ուրիշ ֆորմատով հավաքված ժողովրդի մոտ, չմոռացավ շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին։ Ընդհանրապես վերջերս, որտեղ որ Նիկոլը ելույթ է ունենում, իր թիվ 1 խնդիրն է շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին։ Այս անգամ էլ երևի մի քանի լիտր բենզինի համար։ Մենք արդեն բենզինի հետ կապված զրույց ունեցել ենք եւ ասել ենք, թե ինչքան ստորացուցիչ է, երբ որ նույն երկրի բենզինը բերում են մի այլ երկրով եւ դա համարում են ուրեմն դիվերսիֆիկացիա, ասենք կարան ռուսական բենզինը տանեն Հնդկաստան, Հնդկաստանից բերեն, հետո տանեն Չինաստան, Չինաստանից բերեն, հետո ռուսական բենզինը տանեն, ասենք Լեհաստան, Լեհաստանից բերեն, տանեն Միացյալ Թագավորություն, ընդդեից բերեն, ասեն դե դիվերսիֆիկացրել ենք, տեսեք, քանի երկրներից ենք ներկրում։ Նույնիսկ եմ կրկնում, Ադրբեջանը չունի իր բարձր որակի բենզինը եւ ինքը ներկրող երկիր է։ 24 թվականից սկսել է որոշակի չափով արտադրել, որը իր շուկայի ընդամենը մոտ 10%-ն է, իր շուկայի, եթե ամբողջը ինքը օգտագործի, էլի 90% պիտի դրսից ներկրի։ Եվ քանի որ ասում է շատ անորակ է իրանց այդ վարելյան նյութը կամ վարելիքը կամ բենզինը, իրանք ուզում են դրանից ազատվել եւ այդ ձև են գտել ազատվել, ոնց որ ղազախները իրենց 4-րդ կարգի ծորենը որպես անասնագեր, նույնիսկ իրանց անասունները չեն ուտում, ուղարկում են Հայաստան, որպեսզի հայ ժողովրդին կերակրեն այդ ծորենով։ Որտեղ ես վստահ չեմ, Հայաստանում այդ կարգի անասնակեր չեն էլ օգտագործում, ես չգիտեմ այդ որտեղ այդպես մեծ անասնապահական ֆիրմաներ կա, որ Ղազախստանի ով գիտի ինչ թունակի միտակատներով մշակած 4-րդ կարգի ծորեն պիտի բերեն։ Այսքան հիվանդություններ, որ Հայաստանում խայտարակ շատացել են, որ ամեն մի սովորական գրիպը ավարտում է թոքաբորբով, դա լավագույն դեպքում։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանը գիտակցված հայ ժողովրդին տանում է սպանդի։ Եվ որպեսզի հայ ժողովուրդը այդ ամեն ինչի նկատմամբ, հետաքրքրություն չցուցաբերի, իրան մի հատ օրակարգ է ներմուծում, հիմա օրինակ հայրաքրական Սուրբ եկեղեցու եւ Վեհապար Հայրապետի դեմ պատերազմ է հրահրել եւ ժողովրդին զբաղեցնում է այդ ուրեմն պատերազմը։ Եվ քանի որ նենգ է իր նման նենգ մարդիկ այսօր բացահայտված են, այդ նենգ մարդիկ սոցիալական ցանցերով իրանց հիմարությունները դուրս են տալի եւ այսպես շարունակ։ Հիմա ինչ կարող է հակադրել հայ ժողովուրդը սրան։ Առաջ ես անկեղծ ասած իմ համար անտեսանելի։ Որտեղ եթե նախկինում լիներ, ես կմտածեի, որ մեր ժողովուրդը ինքնապաշտպանության բնազդից ելնելով, որը բնատուր բնազդ է, պիտի պայքարի, եթե ուզում են իրան ոչնչացնեն, ինքը պիտի պայքարի։ Բայց ոնց որ այդ բնազդել են կարողացել հայ ժողովրդից հանել, չի բացառում դա Հայաստանում աշխատող ամերիկյան լաբորատորիաների հատուկ ուրեմն միջոցառումների արդյունքում հայ ժողովրդի մեջից այդ ինքնապաշտպանության բնազդի համար բանանով գելը հանված։ Գուցե ես չեմ կարող ասել։ Բայց որ շատ բարդ է
Տարին ամենադաժան տարիներ, ամենասարսափելի տարիներ, ամենանվաստացման տարիներ եւ այն բոլոր նվաստացումները, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է տարբեր երկրներում, տարբեր ատյաններում, ախր չի վերագրվում այդ տխմարին, դա վերագրվում է հայ ժողովրդին, որտեղ բոլոր տեղերում նա ասում է, որ ինքը ներկայացնում է հայ ժողովրդին։ Իսկ հայ ժողովուրդը հիմա գտնվում է մի այնպիսի ապաթիայի մեջ, որ այդ ապաթիան թույլ չի տալիս նրան ընդհանրապես ինչ-որ բան նոր ստեղծագործել, ինչ-որ նոր բան հայթայթել, գտնել ու դրանով շարժվել, մենք դառնում ենք աշխարհի համար ծաղր ու ծանակի կենտրոն։ Այդ ծաղր ու ծանակի կենտրոնում այսօր մենք փորձենք Արտем Խաչատրյանի հետ ասել, ինչ տվեց 25 տարին, ինչով են գնում 26 թվականը։ Ինչ տվեց 25 թվականը եւ ինչով են գնում 26 թվականը։ Այն ամենաայլանդակ խայտարակ բանն էլ ինչ պիտի դեր։ Ժողով վարչապետը շարունակեց իր ռեֆորմները, որոնք մտահղացված էին դեռ 18-ին։ Եվ 26-ի փառահեղ հաղթանակից հետո էլի կշարունակի մինչև տեսնենք այս ամեն ինչը երբ կվերջանա։ Տեսեք, օրը կգա Նոր Հայաստանի ժողով վարչապետին կտեղադրեն Գինեսի գրքում ու ամենա, չգիտեմ, այդ հանրագիտանում կան պատվավոր տեղեր։ Ինձ թվում ամենա պատվավոր տեղերից մեկում դրանք կգրանցեն, որովհետև սենց վարչապետ իբր դեմոկրատական երկրում աշխարհը չի տեսել։ Հələ տեսեք մի հատ վերընթերցեք սրա 21 թվի կառավարության ծրագիրը, որով ինքը ընտրության գնաց եւ իբր հաղթեց, չէ՞։ Ընթերցեք ու տեսեք սրա արասները, փորձեք համեմատել։ Ուրեմն այդ ծրագիրը, որ ընթերցում է սրա 21 թվի, վերափառի կուսակրոնության մասին ընդհանրապես խոսք չկար, բայց ինքը զբաղվեց ու փայլուն զբաղվեց։ Եկեղեցական ռեֆորմների մասին խոսք չկար, զբաղվում է ուզբակավորնագիր, փոխել նոր հայերենով աշխարհաբարով ինչ-որ կարճ տեքստ գրել մի երկու տողանի Լոնդոնում, Ստամբուլում համաձայնեցված ղեկավարություն ուզում է փոխել հայ առաքելական եկեղեցու։ Ոչ մի խոսք չկար Պրագայի այդ խայտառակ հոկտեմբերի 6-ի մասին, Ղարաբաղի հանձնման մասին։ Հակառակը կար, որ Հայաստանը երաշխավորն է Արցախի անվտանգության։ Ոչ մի խոսք չկար Ալմատայի դեկլարացիայի մասին, որը դարձավ սրանց սուրբ գիրքը դառավ, սրանց ավետարանը դարձավ։ Ալմատա, Ալմատա, վերամատա, վարամատա։ Եվ գործը հասցրեց նրան, որ հիմա տեսեք, ինչևէ, սա արեց կամ ճիշտ հակառակ իր 21 թվի ծրագրի, կամ արեց այն, ինչը չկար այդ ծրագրում, բայց արեց, եւ չարեց այն, ինչ կար այդ ծրագրում, եւ իհարկե 26 թվին ջախջախի հաղթանակ կտանի ժողով վարչապետ Փաշինյան Նիկոլը եւ եւս 5 տարի կշարունակի կառավարել։ Հիմա տեսեք հարցը, որն է, արդեն ձերցաններ կան շատ վատ բաների։ Հիմա սա այս 26 թվին պետք է ասի 29843 կիլոմետր, չէ՞։ Ալմատայի դեկլարացիա, մեր սուրբ գիրքն է, ինքնիշխանություն, Ֆլան, հետո երբ գործը հասավ օրինական ճանապարհով Սյունիքի եւ հետո հերթը կհասնի Սևանին օտարմանը, ինքը արդեն հետևյալը կասի։ Կասի ապրի ջան, Տեր-Պետրոսյանն է արել, Ալմատան ես չեմ ստորագրել, Ալմատան Տեր-Պետրոսյանն է ստորագրել, իսկ ընդեղ սևը սպիտակով գրված է, որ այդ երկաթգիծը Մեղրուն է, Ադրբեջանինն է, Ալմատայում տես բան չկա գրած, բայց ինքը ճիշտ է ասում, արդեն նախարարը խոսում է, չէ, Ալիևն էլ ասել, որ այդ երկաթգիծը, որը կապում էր Երևան Նախիջևանով, կապան, հա, Մեղրի ու Օրդուբադ է դրած գեղը, մտնում էր Ադրբեջանի տարավ։ Հա, իրոք ճիշտ է ասում, այդ երկաթգիծը, այդ հատվածը Մեղրի, իրոք եղել է ադրբեջանական երկաթգծի վրա, բալանսում։
հայկական երկաթուղին գտնվել է հարավ չէ, Անդրկովկասյան երկաթուղու Վերջին հաշվով այդ բոլորը գտնվել են Խորհրդային Միություն։ Իսկ Խորհրդային իրավահաջորդել Ռուսաստանն է։ Ահա։ Այսինքն դա պատկանում է Ռուսաստանին։ Չէ, դե մի Չէ, թե տրամաբանությամբ աշխատենք, տեսնել է։ տրամաբանությունը սրանց հետ ընդհանուր բան ունի։ Դե որ չունի չունի ասել, որ Ալմատայի դեկլարացիան սա որ Իրան աստվածաշունչ է դարձրել։ Այդ Ալմատայի դեկլարացիան Հայաստանը 18 վերապահումով աստորագրել է։ Բայց դրանց ինքը մոռանում է։ 18 վերապահումով է Հայաստանը վավերացրել։ Բայց խոսում է Տեր-Պետրոսյանը ստորագրել, բայց ինչ Տեր-Պետրոսյանը ինչ վերապահումներով դա վավերացրել։ Դրա մասին ինչ է բան, ինչ աստիկոյլ է։ Դիկոն ասի դա դիկոլի տանզին չի։ Հասկանում։ Նիկոլա ախայ, մենք մի բան է, պարոն Խաչատրյանն, որ մեզ թվում է թե Հայաստանում ինչ որ հայ ընտրությունների միջոցով օրինական ճանապարհով եկել է իշխանության։ Ոչ, արևմուտքը իդեմս Նիկոլ Փաշինյանի հայ ժողովրդի թշնամուն Հայաստանում հեղաշրջման միջոցով բերել է իշխանության։ Հիմա այդ մարդը ծառայում է նույն արևմուտքի շահերին։ Իսկ արևմուտքի շահերը մեր տարածաշրջանում ներկայացնում է մեծն Թուրքիան։ Հասկանում եք։ Իսկ Թուրքիան էլ որոշակի արևմուտքի տեղապահում է։ Այո, հիմա որպես ինքն էլ արևմուտքի ցանկությունները ամբողջությամբ կատարի, ինքը պահանջներ է դնում։ Այդ պահանջներից թիվ մեկը այս սուբյեկտը Հայաստան պետք է գոյություն չունենա, մենք դրա մասին, պարոն Խաչատրյան, մի մոռացեք, 18 թվականից այս տաղավարում գոնե խոսում ենք։ Դե հիմա դրանից հետո հիմա նայ ես ուղղակի ինչի հիշեցի երկաթգիծը, որովհետև մեծ մարդը արդեն ասում է, դե ասում ապեր դեմի, եթե Ալմատան ասում է, որ երկաթգիծը Ադրբեջանինն է եղել սովետի ժամանակ, երբ թե Ադրբեջանինն լինի։ Բայց երկաթգիծը եթե դու տալիս ես Ադրբեջանին, Էբա պարզա հարակիստարակիստներն էլ ես տալու չեմ։ Հիմա մեկ ասում են մեր ընդդիմադիր լրատվամիջոցները տարածում են։ Այսօր Նյուզը, Հրապարակը, Երկիր մեդիան, Երևան Today-ը բոլորը տարածել են հետևյալ լուրը, որ մարդը 90 տարով ասել է, որ Արաքսի ամբողջ ջրավազանի ջրի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Թուրքիային։ Առաջ կեսկեց էր 50-50։ Հիմա ինքը դա ամբողջությամբ հանձնել է Թուրքիային, դրա դիմաց պետք է մի վագոն բենզինը գար, չէ դա խոսք է թե ստորագրած է, ասում են, գրում են հենա հերքված չի, որ մենակ դրա խաթերը, որ մի վագոն բենզին է եկել, այսինքն մի վագոն բենզինով, որպեսզի մեր ժողովրդին լոխի տեղ օգտագործի, եւ ասի ես բերել եմ խաղաղություն, տեսեք բենզին է գալի Ադրբեջանից Բնականի ջրամբարն էլ է տալիս, ամեն ինչը ջրի օգտագործման, Արաքսի ջրի օգտագործման 100%-անոց իրավունքը, ես դա գրված է, հիմա ես կարող եմ բացել, ասել որտեղ է գրված։ Եթե պետք է բացեմ հիմա կարդանք դա։ Չէ՞ մի բաց, դեռ բազնա։ Չէ, ուղղակի ասում եմ, դեռ չի ստոր, ասենք դեռ ես չեմ կարող չկա։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ։ Որտեղ չգիտեմ ինքը ստորագրել է, չի ստորագրել, տվել է, չի տվել։ Հասկանում եք, ամբողջ խնդիրը նրանում է կարողանում, որ այդ մարդը տենց բան չի հերքում, քանի որ դա գրված է արդեն, ասված է, բայց այդ երիտասարդ տղան չի հերքում դա։ Հիմա ես շարեմ, դու շարունակի քո զրույցը, մինչև ես համապատասխան ուրեմն բանը ճարեմ։ Այսինքն հետո ջրերից դուրս կգան այլ փաստաթղթեր, ասենք Թամերլանի վաղտվա կամ ավելի ուշ, ավելի շուտ կամ ինչ-որ սեղանին կդրվի այս դեմոկրատական Ադրբեջանի այդ 18-20 թվերի սահմանադրությունը, ինչ-որ ստորագրություններ, շատ կասկածելի թուղթ են սրանք ստորագրել դաշնակները, 19 թվին կոչվում էր չեզոքության մասին պայմանագիր։ Հասկանում եք, եթե այն ռուսներն ասում են «была бы водочка, повод мы найдем», եթե խմել ուզում ես, միշտ տարիթը կգտնես։ Հիմա, եթե սա ուզում եմ մի բան անել, ինքը հազարում իրավական հիմնավորում կգտնի։ Այսօր ես չեմ ասել այդ փաստաթուղթը
տեսնել, սրանք օրինագիծ են ներկայացրել, եկեղեցին զրկում են հողերից, չէ՞, ինչ որ գուցե սխալ եմ արտահայտում։ Բայց այդ օրինագիծը բացառապես վերաբերում է հայ առաքելական եկեղեցին, որ այսօր պետությունը հող չի տրամադրի հայ առաքելական եկեղեցուն, բայց մեր մեջ ասած երբեք չի տրամադրել այն եկեղեցաշինարարները, որ եկեղեցի են կառուցում, այդ մարդիկ հողը ուրիշ հիմքերով են վերցնում, չէ՞։ Այդ Ծառուկյանը, որ Աբովյանում սարքեց այդ եկեղեցին, Սուրբ Հովհաննեսը, դա պետությունը այդ հողատարածքը եկեղեցուն չի տվել, Ծառուկյանի հողն ա եղել, կառուցել է ինքն ա տվել եկեղեցուն։ Դրապես տենց է, բայց օրինակը Սումխի անաշում հենց հայ առաքելական եկեղեցին, ափսոս չեմ տեսել այդ տեքստը, նես թռոցիկ լսել եմ հաղորդագրությունների մեջ։ Ինչևէ, այսինքն ստեղ էլի դրանով ինքը ոչնչացնում է իր իսկ միֆը, թե իբր ինքը եկեղեցու դեմ մաշավ չի իրականացնում, նրա խնդիրը ընդամենը վեհապարն է եւ մի շարք հոգեվորականներ, որոնք իբր բարոյական չեն, բայց թե ախր իրա թիմը գոնե ով ինչից խոսի, իրա թիմը բարոյականությունից չխոսի, աներեք կարծում ենք, Նյուզեյմը։ Սրանց շատ հզոր պաշտոնյաններից մեկը, նախարարից ոչ ցածր, պարոն Իսագուլյան, դիմել է ոստիկանություն, թե իմ բանկի հաշվից գողացել են 4 միլիոն դրամ։ Ես սրանք է տեսնում եմ, որ ոչ 21-րդ դարում դժվար չի հայտնաբերել, կամերաներ կամ բան կա։ Այս էշի բանկի քարտից փողը հանել է իր կնիկը։ Մարդու կոդ իմացել է, գնացել է, մի քանի օրում 4 միլիոն մարդուն բան արել, թեթևացրել է։ Սա ՀՊԱ-ական նախարարի ընտանեկան բարոյականության մասին է խոսում։ Կնիկը մարդուս փողացրե, տարե երևի բոյֆրենդներին ա տվել, հաստատ ընտանեկի վրա ծախսած չէր լինի։ Եվ այս քաղաքական թիմը խոսում է ինչ-որ այլոց, այն էլ եպիսկոպոսների բարոյական կերպարի մասին։ Արա ամոթ է, մեծ ձեզ նայեք, մեծ ձեր կնիկներին նայեք, արա, դու ձեր մերերին նայեք։ Ես էլի եմ ասել, սրանց 99% ընտանիքում չի ծնվել, փաստացի կարամ ապացուցեմ։ Մի հոգու ես գիտեմ ընտանիքում ծնված, մի հոգու է գիտեմ, որ ասում են հերը լավ տղա եղել քաղաքում։ Խոսքը այն բանի մասին է, ինչ էր անունը, Գրիգոր Մինասյան, հա, իրոք նորմալ ընտանիքում ա ծնվել, Միշայի ախոր մասին է խոսքը, որ հետո սենց ուռոտ դարձավ ով ա մեղավոր։ Մեկը Սիմոնյան Ալենի հոր մասին են լավ բաներ ասում, հին երևանցիները։ Չկա, մնացածը չկա։ Ինցեստից բռնած սրանք թատախված են։ Էլ հարսադոմբություն, էլ մայրադոմբություն, էլ տո եսի մինչա, էլ սվինգերություն, և դրանք խոսում են, որ չկա, որ սրանց ընտանիքներից մի խայտարակ բան չիման ասան, ամենաթարմը ասեցի, կնիկը, ՀՊԱ-ական նախարարի, թե եսիմ ավելի մեծ պաշտոնյայի կնիկը, մարդուն թալանել է 4 միլիոն դրամ։ Բեռնվել է, անունը ամոթուք չեն ասնում։ Կնիկը մարդուն ոնց է թալանել։ Դու նոր ասեցի, չէ, բանկի քարտից տարե փողը հանե։ Այս հայվանը տենում է բանկի քարտից մարդուց փողը հանել է։ Ուրեմն տարեվա գավիթ յոբրն է, բոյֆրենդներին ա տվել։ Երեխեքի համար չի թալանել, չէ։ Մարդը բողոքել է, ինչ է։ Մարդը գնացել է 4 միլիոն կորել է հաշվից ես։ Բա խաղ ես խաղում, լսի ինչ որ ասում եմ։ Մարդը գնացել, բողոքել ասել է 4 միլիոն չկա, տեսել են չկա։ Հանել է, ես իմ 2-3 օրվա ընթացքում։ Կամերաներն են նայում։ Որ կամերայից, որ ես գեղեցկուին մոտեցեմ մարդու բանի, ասել են կնիկ տա։ Ես քո կնգա տեսքը, քո քարտը մտցնում, կոդդ հավաքում, փարետ հանում տանում է։ Բա ով է դա։ Ով, անունը չեն գրում։ Ասում են շատ բարձր պաշտոնյա ՀՊԱ-ական։ Բա ամեն մեկին ասում է պատգամավորներին, կառավարության անդամներին 3 միլիոն դրամ պարգևավճար են տվել։ Դու ջանդամին տա այդ պարգևավճարը, ես հիմա այնամին տա, ասում էին օրինակ որ պիտի նոր տավա խոզի բուդ լափ են։ Ասում են որ 1.5 միլիոն պիտի մուծեին, չէ՞ իբրև թե որպեսի գրանցվեին որպես պատգամավոր,
Հիմա դե 3 միլիոն տալիս են, որ ոչ միայն ինքը կայնա մեկին էլ հետը բերի գրանց էլ տա, էլի։ Մի թող մորանց այնպես ինչ ասեմ։ Այսինքն կարելի է օրը կգա ժամանակ լինի, հավես լինի, կարելի է մի հատ հանրագիտարան գրել սրանց մասին։ Դրճագույն հանրագի։ Կամ դա կարելի է էլեկտրոնային գիտես, կարելի է ինչ անել, ու երևի անեմ, եթե ժամանակ լինի։ Ցանկալի է սրանց հեռանալուց հետո անենք։ Թե ում ապեն, քանի անել, գիտես ինչ ան։ Հանրագիտարան, օրինակ բացում ես։ Էլեկտրոնային ասենք, Միրզոյան, Արարատ, Եսեմինչի։ Իրանը, եկնում ես, գրանտակեր, ծննդյան թիվը, մահվան թիվը հələ չես կնում, պարդոն։ Ուժեղ գրանտակեր, սովորել աստեղ, համագործակցել է թուրքական իշխանության հետ, կնիկա Աբաջան գոհար եւ այլն, անցնում ես առաջ։ Բարսեղյան Լևոն, ծնվել է աստեղ, ըստ թվին, ավարտել է համալսարան, դարել է գրանտակեր, դոմպել է հարսից, դարձել է պաշտոնական Նոր Հայաստանի առաջի պաշտոնական հռչակված հարսադոմպը։ Հետո Իվանեսյան այդպես մի բան կարելի է անել, գիտես։ Այսինքն կարտատեք է, ոչ թե հանրագիտարան։ Հանրագիտարան Մարդկանց վերաբերյալ դոստեր։ Արելեքի մասին 5 տոկսեն սիրուն գրես, հա, բան անես 2-3 լեզվով կարելի է։ Արտասահմանորեն կարող ես ՔՊ-ում գտնել մեկը, որի մասին ոչինչ չի կարելի գրել։ Վատ բան, հա, անհնար է։ Անհնար է։ Ափսոս ցուցակը չունեմ, թե չես անունները տար, տենամ օրինակ դու ոնց ես դրանց բնութագրելու։ Սուքիասյան Խաչիկ։ Սուքիասյան Խաչիկ։ Ֆիդաս անունը քեզ բանացնում է։ Հա։ Հին Երևանցիա։ Հա։ Ֆիդասին որ կտեսնես, հարցրա 14 տարի չի ես նստել։ 14 տարի։ Ֆիդասը հիմա կա։ Հա։ Ես չանգամ տեսել եմ Գեղամյանի արարողություններին։ Հասցնա ինչի համար ես նստել։ 14 տարի։ Սուքիասյան Խաչիկը գործ է տվել է։ Կա ավելի վատ բան են արել։ Ինքը քեզ կասի, ինչի համար է նստել, դու հետևություններդ կանես։ Չասեմ դե մի եթերով հետո քեզ կասեմ։ Դե հետո ինձ ասես, ես էլ հանրությանը պետք է ասեմ։ Նեմեսին ասենք, հանրությանը ասա։ Հայրապետյանը նեմես ինչը, ապեջան, ունի մատ տղա։ Մեծ շուխով հասադիկ անում։ Մի մոդալ սենսա չէ կար, երկու խնամով են ծախսանում, չէ։ Խնամիներից մեկը ով էր Ծառուկյանը։ Ես ծախսա, ես անում եմ ես ծախսը դու չէ։ Ծաղիկները այդ ծաղիկը հարդարումը դա իրա սմետայի մեջ է մտել։ Ինքը ոչ թե փողը չի տալիս։ Երևի այդ աղջիկը մի քիչ շատ փող է կրակի։ Ոչ թե փողը չի տալիս։ Այլ հարկայինից տուգում ավարկի այդ աղջիկա վրա, դեռ մոտ 10 քանի հազար դոլարի տուգանք է։ Ով է վարկը։ Պարոն Գրդոն։ Ասես Ծառուկյան դրա համար ապշեցի։ Դու Խնամինա Ծառուկյանն եղե։ Հա։ Այսինքն Գրզոյի տղան արել է Ծառուկյանի աղջիկը, ամուսնացել են, Ծառուկի փողը մինչև այսօր Գրզոն չի տվել։ Դու այդ աղջիկը հենանեցել է։ Հարկային ուղարկել է, հարկայինը գնացել, վերեն խելքի դուս ակտեր է գրել։ Այդ Ծառուկի սալոնի ղեկավարը։ Չէ, չեմ բացառում, որ այդ աղջիկը այդ Ծառուկի գործանողը լեկտիություն արի, ասել է դե Գրզոնը դավայ մի 2-3 հազար դոլար շատ կողասան։ Արա այդ մի տղեն ունես դու, արա թող դու գիր մի բեկո, թազան տանիքա, մի նավզ բեր։ Մի նավզ բեր։ Ոչինչ, աղջիկա, թող խափի։ Կամ գնա բազար արա, 2-3 հազարը ֆուկ արա, հա, ջերի, այն մնացածը դու, այդ աղջիկան չի ես բռնել տալիս։ Եվ այսօր այդ տանիքը փաստացի չկա։ Բասենց մեկ մարդով որ ընտանիքը երկար կդիմանա։ Փաստացի չկա այսօր այդ ընտանիքը։ Խնամիներով է թշնամի են։ Լավ, ես դրանց պատգամավորներին չգիտեմ, դու շատ ես օգտագործում այդ անկեղծ եմ ասում, երթում եմ բոլոր սուրը, չգիտեմ ով է Լուլուն։ Բադալյա Լուլուն, վայ հորը։ Լուլու, այդ ինչ է։ Ապեր այդ ընդդիմադիր ռադիո լրագրող էր
այնտեղ գրանտակեր էր, Սասնա ծռերի ժամանակ ես իրան երկու բան էի ասել, ինձ վախեցրեց, թե հա ուժեղ Սասնա ծռերի բան էր անում, փողոցները քաշեր գալիս են, հիշում ես։ Դե իշխանություններ, որ այն ժամանակ բան էր, բազմավեկտոր էր, կոմպլեմենտրանս զգուշ էր փակում։ Շատ զգուշ փակում, հետո քակներ են, Բարսեղեն Լևոնին այդ ժամանակ փակին, չէ։ Հետո դեսպանատնից բանից զանգեր, թե դեմոկրատական չէ։ Սասնա ծռերի օպերացիան ունիկալ էր։ Հետաքրքիր գիտես որն է, դեպքը երբ եղավ, ասենք հուլիսի 16-ն էր, երբ էր, չէ, 16 թվականից, չէ։ Հուլիսի 10-ը։ Դեպքը չեղած, այն պարվաբոս կայացած պորնոաստը Խանջանասին են Կանադայից արդեն իրա պոստին էր ստեղ։ Բարսեղեն Լևոնն իրա պոստին էր։ Սփյուռքից քանի տես տականք եկավ։ Ռեժիմի հրաժարական պահանջեցին Սերժ Սարգսյանի քաղբանդարկյալների, բան է, նատ խայտարակ պարվաբոսկային Խարատյան հերուշային, Արսենի մերը Խարատյան բանի։ Այդ ուղղակ ես դրա Facebook-ում դրա սուկն եմ հիշում, ապստամբները այսօր ճաշել են, բաց եթե բան են, ապստամբները այսօր ինչ կերան, ապստամբներին բա, չէ, դրան շատ դուր վիրավորեցի ասվիլսի, այ, ամենավատ բարով են վիրավորել, ապստամբները այսօր ճաշել են, հետաքրքիր է ինչ կերան այսօր ապստամբները։ Եվրոպայում, Ամերիկայում տերորիստներն ինչ են ուտում։ Բեր Եվրոպայում ես նախկին ղեկավարության հետ խոսել եմ, ասել եմ ձեր սխալը դեպք եղավ նույն գիշեր։ Դու պետք է եթե ալֆա չունեք ընդեղից, այն մարդուց ալֆա ուզեիք, պետք է քաղաքը հոսանկա թափեիք, հոսանկա զրկեիք, մենակ ասխի լուսները թողնեին, դուք պետք է մտնեիք ձեր, ոնց են ասում, գիշերային տեսանելիության, պրիբորի նաշնովիձենյա, մտնել դրանց բոլորին սատկստեր պրսեր, պատաններին ազատեր, ուրիշ բան չկա դրանց հետ անել։ Դե ասում են, բա Եվրոպան ինչ կա սեր, թե բան, 16 օր պահեցին դրանց, դու տեսար ինչ ուժեր առաջացան քաղաքում, քանի ոստիկանի, 57 ոստիկանի գլուխ ջարդին։ Առաջի անգամ Հայաստանում ոստիկանի վրա սուծարար ձեռքա բացածրեց Սասնա-Ծռերի ժամանակ, փաստա։ Ու եթե չաշենք այն երկու զոհված ոստիկանը մարտի 1-ի։ Դեղ 10 զոհից երկուսը ոստիկաններ, մեկը բենզին սրեսվող Կլոյաններ, թե Սլոյան էր, որ քուրն է մի պատգամավոր Քլոյան, չէ, Քլոյան, հա։ Դե բենզին սրեսվելուց պետք է սատկեր, մի լավա դարավա քուրն է դեպուտատ է անեն։ Բայց չէ որ նիմադիրներից մարդիկ կան Իշխան Զաքարյան, Գեգամ Նազարյան, հա։ Բայց ես կբնութագրես։ Իշխան Զաքարյանը ո՞ր դիմադիրն է։ Այսինքն մի մարդ, որը ապօրինի փողի մեշոկ է։ Փուճիկի տեսել ես, չէ՞։ Փուճիկին ասել որ կպնես ինչ կլինի։ Կտրակի։ Ապա, այն նույնը Իշխան Զաքարյանը։ Շատ թալան է արել։ Դե դիցխարի ունեցվածքը տուն համենայն դեպս աշխատավարձով չի արել, էլի։ Այդտենց աշխատավարձ աշխարհում չկա։ Լավ, Գեգամ Նազարյան։ Բա, մի ասեմ, Իշխանից խոսենք։ Դե ինքը նորմալ մարդ է ախր։ Ես չեմ հասկանում իր ցանկությունը պարլամենտում հայտնվել։ Արա դու եթե դու պարլամենտ ես գնում, դու դառնում ես պատանդ։ Պատանդ չէ, այս մարդը ուզում է միշտ լինել իշխանությունների կողքին։ Ախր օրինակ Հովիկ Արոյանյանը խի հմիկ չի գնում պարլամենտ։ Կողքյունը Հովիկ Արոյանյանը։ Մենք սիրով կգնալ, իրավա պրոստը չեն թողնում։ Ովակ ես ասում։ Ես եմ ասում։ Դու չի գնում, որովհետև պետք է գնա քակնի իշխանի պես արա։ Իշխանը խոսում քակնենք է։ Իշխանը այսօր նախագահի հետ ամենահաճախ այս Վահագը ինչա դրա ամենահաճախ իր հետ ճաշկերու նստողներից մեկն է։ Դե ես ինչ ասեմ։ Այդ նախագահի ինչ ինժեներ տղա էր։ Այ մարդի մա ինժեներ էր, միջիններ էր, չինժեներ էր։ Ունեք այսօր հայտնվեց։ Ներողություն կարող է սխալվում եմ, ուղղակի կարդացել եմ էլի սոցցանցերում, որ Գեգամ Նազարյանը ԿՊ-ի հաջորդ ցուցակով պետք է պարլամենտ գնա։ Գեգամ Նազարյանը ողնաշար, թուլ։ Ես դրան լուլուշ խղճում եմ, հետո շփվել եմ, հետո Facebook-ով բանով ասում եմ Գեգամ, շատ վատ բանա դրա այդ պատահ է։
Այդ ինչ ողբեր, վայ աբգարս, դու այսօր ինչ դարավարա։ Այդ ինչ էր ասում Նիկոլին այն ժամանակները։ Բայց այստեղ կներես էլի նաև հələ Քոչարյանի ֆրակցիայի, ես զարմանում եմ, Քոչարյանի ֆրակցիան ով է կազմում։ Այդ ինչ նախիշ տարավ։ Չէ, դե թռան բոլորը թռան։ Չէ, նախին այդ կուսակցություններ ստեղծվեն, ինչեր է տղայան, որ Մարտիրոսյանի, հա։ Դու ես իմի Հակոբյան, հա։ Վահե, Վայ Հակոբյան։ Թե նա կուսակցություններ ստեղծե, հիմա մարդ երկու կուսակցությունից դաշինք։ բայց ով մնաց այդ կուսակցությունից։ Դաշնակցականները բոլորը մնացել են, ոնց կային, տենց են մնացել են։ Այդ վայի կուսակցությունից ով մնաց այդ ֆրակցիայը։ Ոչ մեկ։ Ինքը չկա։ Այդ կուսակցությունը լուծարել Մեկը մնացել է այն Թրելա Սամվելի գիրքը, այն բանը, որ սիրում ես Գրիգորյան Աննա։ Էդ էլ այդ կուսակցությունից։ Չէ, խնդրում եմ մարդկանց մասին այտենց ռեալ տայպի, ես իսկապես հարգում եմ իրան։ Անա դու ուզում ես, եթե դու մեկին հարգում ես, չեղավ դա հարգելու բան է։ Դա հիմա քո Ես այդ մարդկանց եմ հարգում, որոնց անունը չգիտես։ Չէ, քո Facebook-յան էջով կարող ես այդ մարդկանց իջում, մեր եթերում արի, խնդրում եմ էլի։ Բայց ես բան եմ ասում։ Վա բան ասել եմ ես։ Հատկապես իրաց ովքեր պայքարում Այդ կինը, իրաց պայքարը ժողովրդին պետք չի։ Այդ քո կարծիքով, բան ջան։ Իմ կարծիքով չէ, դա սրբազան կարծիք է իմ կարծիքը։ Դա հենց տենց։ Իրանց պայքարը պետք է ժողովրդին։ Իրանք թող պայքարեն, իրանց պայքարը դա, գիտես ով որն է իրանց պայքարը։ Իրանց պայքարը դա Կայա Կալասի պայքարն է հայ ժողովրդի համար, հանուն հայ ժողովրդի։ Այն Նարեկը Կարապետյան ասել չէ, որ մեր սրբություններից մեկը Կայա Կալասն է, ողջունեց իրա 10 միլիոն տալը սրան։ Պետք չի ապեր թող չպայքարեն։ Այս ժողովրդին հաստատ պետք չի։ Էլ Էրդողանին է պետք, Թրամփին է պետք, Թրամփի կնգայի ժողովրդին դրանց պայքարը պետք չի։ Գիտես ով է անկեսես, լսի պայքարում մորեշների պայքարին ես հետևյալ այն օր ասել եմ, այսօր մի հատ է ասեմ։ Հայ ժողովրդի համար ազնիվ պայքար մաղող գիտես ում կարելի է ճանաչել։ Ով որ հրաժարվի, այնքան տղամարդ լինի, հրաժարվի գալիք ընտրություններին մասնակցելուց։ Հիմա իսկ եթե պայքարը չի հրաժարվում, մարդիկ տեսնում են, որ այլ գործընթաց չկա։ Հəmi լսի։ Դու սկսի։ Արդեն էշն է գիտի, ու արդեն առաջ մենք 10-19 թվերին մենք ասում ենք, որ սրա ով է բերը։ Արդեն էշն էլ է տեսում, թե ով է սրա հենարանը։ Հայ ժողովրդից դուրս։ Թրամփը, Թրամփի կնիկը, Թրամփի մոստը, Կայա Կալասը, Եվրամիությունը։ Հիմա այդ ընտրության ես դու գնում։ Ամենաայլանդակ ընտրությունները կանցկացվեն Հայաստանում։ Համաշխարհային մասշտաբով այլանդակ։ Քեզ պիտի կեղծեն, քո ձայները քեզնից պիտի վերցնեն։ Դրանից հետո դու ինչ ես անելու։ Անասենք Քոչարյանը կամ Հանրապետական կուսակցությունը ինչ են անելու դրանից հետո։ Աշխարհը տեսավ, էշն է տեսավ, որ սրանցից ձայն են կողե, մանդատը քիչ է։ Լավ է, կամաչասել մասնակցելու մեկը ինքը դա անելու է։ Կա աշխարհներ կասի մալադես, տեսակ ինչ ժողովուրդ հավանել։ Ինչ խաղաղ ընտրություն։ Այդ թող միտքս վերջաս։ Վերջաց։ Ես հետևյալը կանեի։ Լինելով քաղաքական կուսակցություն չէի մասնակցի։ Թող պարլամենտում հայտնվի Թատոյան Արմուշը, Մարուկյան Էդմոնը լուսավոր, Ծառուկյանը, Վանեսյանը, ով ուզում ես չէի մասնակցի։ Գնան թող իրանց համար մեր լուսավոր չկանեն։ Եթե մասնակցեմ, ուրեմն ես պետք է հետևեմ ժողովարդապետի բոլորին, չէ՞։ Ես պետք է ընտրություն խայտարագնությունից հետո դիմեմ Թավշյա ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությանը։ Այո։ Բայց Թրամփի դեմ այդ հեղափոխությունը իրա դեմ չէ։ Դու Թրամփից ես իշխանությունը վերցնում։ Դու վտանգում ես Թրամփի մոստը, Թրամփի կնկապերեդոկը։ Ես այդ կանգամ որ Թրամփից բան խլեմ։ Դե չէ, ուրեմն վեր եմ հնդում տեղս, չեմ մասնակցում ընտրությանը։ Թող Աբուշը գնա պարլամենտ, Աբուշ ես չեմ գնա, ես այդ խայտարակ միջոցառումը ես չեմ բանանի մասնակցի։ Կարող է այդ մարդիկ են Թրամփից ավելի ուժեղ մեկի հետ։ Ով։ Այդ մարդիկ որ դու ես ասում։ Թրամփից ավելի ուժեղ մարդը է։ Հա։ Բայց Թրամփից ավելի ուժեղ մարդը։
կյանքում մի անգամ է սխալում։ Վլադիմիր Պուտինի մասին է խոսքը։ Դա Սիմբի Վլադիմիր Պուտինը ապրում է Սապյորի սկզբունքով, ինչպես եւ PGU-ի բոլոր օֆիցերները։ Սապյորի սկզբունքով նա մի անգամ է սխալվում։ Չէ, երկրորդ անգամ կմեռնի, ասիկին։ Ինքը բոլորի համար առաջ անգամ է մեռնի, եթե տրակցրեց։ Դա։ Նրանք Պուտինը բոլորին տեսել է։ Բոլորի համը տեսել է։ Եվ առագդ ինչ կցուցանե, Առագս են կցուցանե, որ Պուտինը համար տարբերություն չկա բազմավեկտոր Քոչարյանի եւ միավեկտոր Փաշինյանի միջև։ Որտեւ Քոչարյանն էլ ասում է Թրամփի մոստը մեզ պետք է, հələ կնկա Պերեդոկն էլ մեզ պետք է։ Տարբերությունը ո՞րն է Պուտինի համար։ մարդը ասում է տարբերությունն են է, որ եթե Թրամփը լինի մեր պայմանը։ Չէ, այնտեղ պայման չկա, ապեր։ Չասում եմ մենք դրանք ավելացնենք ինչ-որ շտրիխներ։ Չէ, շտրիխներ չկա, ստորագրած պրծածա ճիշտ ավարը։ Ինչ շտրիխներ, ինչ շտրիխ պետք է ավելացնել։ Հələ Թրամփի ուզում է Ադրբեջանը բլոկադայից դուրս գա Հայաստանի հետ, հիանալի 9-րդ կետկա նոյեմբերի 9-ում։ Վերականգնում են բոլոր սովետական կոմունիկացիաները։ Հացու կալբասեկը գնար Նախիջևանից Ադրբեջան, բանն եկը գնար, արարներ, բենզինն է։ Ռուսական Facebook-ը։ Այսինքն սրանց նպատակը դա չի, չէ՞։ Սրանք իրանց էշանով Ալիևն ու էս բանը, ժողովարդչապետը, ֆուկ են արել Պուտինին։ Ինչի համար գիտես ոնց են պատժվելու։ Լսեք, Պուտինը ինչքան բարի է թվում։ Ես մի քիչ քաղաքական process-ներին որպես գործող արվեստագետ եմ նայում։ Դու հիշում ես Կրասիկովին գնդապետ։ Շատ լավ։ Ով էր Կրասիկովը։ Դու պատմի թող ժողովրդի մոտ։ Պուտինը ինչքան բարի է թվում։ Ինքը ամենադաժան մարդկանցից մեկն է աշխարհի։ Ինքը սենց իր բարի դեմքով 2 միլիոն բանդերական գերեզման կողոց։ Ասեմ ով է Կրասիկովը։ Կրասիկովը սպանեց Խաշտոկի երինչերին Չեչեն վրասին։ Պուտինը ասեց, չէ, ասես ռուս զինվորներին չեչենական պարկեսնում էր ու մեքենայով գլուխների վրայով անցնում էր։ Այդ սադիսն էր։ Սա փախել է Գերմանիա։ Պուտինը անձամբ մերկին ասում է աղջի տուր այդ լակոտին տուր ինձ։ Այնը բա չէ, մարդու իրավունքներ, չէ։ Պուտինը Կրասիկովին ուղարկել, Կրասիկովը սրան սատ կցրեց։ Ունես խոշոր կալիբր տվել, որ գանգը ցրել էր, գանգից բան չի, վերջի կոնտրոլնի որ խփել է, 44 կալիբրով է խփել գանգին։ Մենակ դրան չէ, վերտոլետի լոչիդա ավելի վաղ 20 տարի առաջ բան արեց, վերացրեց Յանդարբեևին Կատարում։ Ամերիկյան նավոտքով այդ տղեկը բռնան, բայց 2 ամսից հետ եկան, Կատարից եկան, իրանց ծառայությունը շարունակեցին։ Սատ կցրեց դրան։ Այդ Կրասիկովը այրոպորտում գնաց անձամբ դիմավորեց։ Ու գիտես ոնց բարևեց։ Այս լավ հիշում եմ, ասես դառով է, ասես վախուսած ալնեք։ Այսինքն այն որ սրանց, եթե սրանք գիտեն թե իրանց կնիկներով, իրանց երեխեքով Էնեշալիևը չի գնում բանը, այդ Լենինգրադ, ասես արդեն իրան նատոյում է տեսնում էշը, հա։ Մերոնք կապ չեն գնում։ Հա, չեն գնում։ Դու սրանք գիտեն, ես Ալիևի եւ Տոկաևի ֆենդու օրինակով ես համոզվա, որ մարդուն ինչքան կրտես, եթե իշա իշ կմնա։ Ինչքան ուզում ես հոյակապ իսպաներեն։ Սերին սապոնն ինչքանի խևի խրատը։ Ինչքան այդքան էշ են, տո սրանք գիտեն թե իրանք երկրներ ունեն, տարածք ունեն, տարածքն իրանց է, ոնց որ իշ բանդերականները, գիտեին թե Ղրիմն իրանցն է, Օդեսան իրանցն է, Կիևն իրանցն է։ Դες համոզված էին, էլ իրանց փողն է, հələ իսկական բանդերականն ասում են Կուբանն էլ ամերիկացի դարախաղը Ռոստովով, Մոստովով, հա։ Դե նրանք ասում են Քրիստոսն էլ ուկրաինացի։ Հա։ Այդ աշճան էշ, այսօր ժեստեր է անում, բաներ, մի հատ նյութ այսօր հետաքրքիր տեսա, որ անդառնալի կուրս ավերծրա դեպի ՆԱՏՕ։ Արդեն օրենքի ուժով ՆԱՏՕ-ի ստանդարտներին է անցնում, մնում է Ալիևը, մնում է որ մի հատ դիմում գրի ՆԱՏՕ մտնելու համար։ Ինչ լավ երջանիկ ժամանակներ են, չէ՞ Հայաստանի համար։ Եթե Հայաստանում լինի ազգային իշխանություն։ Հայրենասեր։ Եվ դրանց հայ Կրասիկովից խոսեցի, ինքը շատ դաժան պատժել գիտի։ Ինքը իրոք խոր հավատացյալ է։ Օրինակ ես ինձ սպանեն, ես 8 ժամ պատարակ չեմ կարող կանգնել։ Չեմ լսի։ 8 ժամ մնում եմ արդեն։ Այն ուղղափառնայի մոտ է դա այդ երկար են տևում, չէ՞ դա։ Գիշերը սկսում են
8 ժամ մարդը ոտքի վրա մնում է։ Այսինքն հիմա ինչ ես առաջարկում։ Օրինակ տես, Ապա ես ասեմ ինչ է, սրա հետ եթե պիտի սրա հետ ընտրության գնաս, ուրեմն երկրորդ օրը հետևի իր հորդորին։ Այս Փաշինյան Նիկոլի հորդորի, ախպեր ջան, դիմիր ժողովրդի հեղափոխության։ Հիմա տես, Արտем ջան, այո հասկանանք։ Եթե պիտի չանես, դու դիշով կայես 2-3 մանդատի համար դու գնաս բան։ Մի ռոպե ուրիշ բան հարցնեմ։ Հետո մի րոպե ստեղ ուրիշ հարց կա, պատասխանատվության հարց կա։ Վաղը պետք է ասեմ, որ այս գումարման պարլամենտը 8-րդ թե 10-րդ, հա, ամենաայլանդակ որոշումներն է կայացրել հայ ժողովրդի համար։ Արա խի ես դու պարլամենտ գնում, դե որը այդ բանը պետք է անի։ Դու պատասխանատու ես, չէ, դիմադիր ես եղել, դիմադիր ես եղել, այստեղ որևէ մեկի տանձի չի։ Եղել ես այդ պարլամենտում։ Այդ պարլամենտն այդ որոշումներն ընդունել, որ դու պատասխանատու ես դու։ Համաձայն եմ քեզ։ Բայց արի տես մի բան։ Դու ասում ես, որ ընտրությունների չգնանք։ Նորմալ մարդիկ ով ուզում է գնալ։ Ընտրություններից հետո կամ ընտրությունների եթե գնում ենք, ուրեմն պետք է գնանք, հետո հեղափոխություն անենք։ Այսինքն Թրամփից պետք է իշխանություն ասես, Թրամփից էլ ոնց կարաս իշխանություն Դե ուրեմն մի գնա։ Բա ինչ անեն։ Վեր գերեզմանը տան փորեն պարկեն միջև մերն է։ Լսի։ Կոնկրետ ազգային բարերարը, որը մի նստած է, հա։ Մարդիկ ինքը այսօր կարող էր Հայաստանի իշխանությունը ոչ թե Թրամփի սրբերից վերցրածելներ։ Ինչ պետք է անենք, ինքը 18 թվից մայիսի 9-ից 10-ից ինքը պետք է դառնար հայ-ռուսական սորոց։ Կարնիկ ինքը այսօրեն բանակը կունենար։ Ես համաձայն եմ։ Նիկոլը չէր հասցնի նստեցնել։ Այդ բանակի կես չէ, 0.001%-ի բանտերը տեղ չէր լինի Հայաստանում։ Մեր Հայաստանի համակարգը ինչքան կալանա, որ 20,000-ի շատ չի տեղավորի։ Հաստատ, 20,000։ Ինքը այսօր կունենա միլիոնանոց բանակ, միլիոնանոց, որոնք 3 միլիոնանոց բանակ։ Ինքը այդ բանը չարեց։ Ինքը ընկերություն արեց Փաշինյան Նիկոլը, զբոսնում էին, հետո ասում են գործել են արել իրար հետ։ Լավ, հələ բարեր չքննարկենք, որ մեր տես, հիմա այդ ասելով, Ռուբեն Այս մարդը ասում է ապել, ինձ ես Մերա կարելի է ուրեմն Ռուբեն Վարդանյանն էլ պիտի նույն բանն աներ։ Ինքն էլ եւ Հայաստանում եւ Ռուբեն Վարդանյանի առաքելությունը ուրիշ է, որ ինքը չկարողացավ կատարել։ Նրան ուղարկեցին Արցախ, ասեցին գնա Արցախի իշխանությունը, սրա կոնտրոլի տակից վեր սրա։ Չէ, դες բան չի եղել։ Չէ։ Դա չի եղել, որ գիտես նա։ Հիմա տես։ Նույնը նաև մեր շատ իմ կողմից շատ հարգելի Սամվել Կարապետյանը, որը իսկապես ես տեսել եմ իր մենակ տեսել եմ Ստեփանակերտի հիվանդան, մենակ հիվանդանոցն է։ Որ թվին է սարքել։ Էդի Բակո Սահակիչի ժամանակ սարքեցին, այսինքն Մինչև պատերազմը։ Մինչև պատերազմը լավ արել։ Շատ մեծ, հզոր։ Եվ շատ լուրջներ։ Դե մի թուրքերը վայելում են, ինչ ասեմ։ Հիմա չէ։ Ուզում ասեմ, ես համաձայն եմ, որ ինքը դրան զուգահեռ, բայց ոչ բոլորն էին ախր պատկերացնում, որ չէին պատկերացնում, որ կարա հայ ազգանունով մեկը այսքան ստոր լինի։ Արա հիմա դու ես դեն չէ պատկերացնում, որ արևմտականներ, օրինակ ինձ ժամանակին մեղադրում էին, քալիցի գաղտնիք չի։ Օրինակ ես որևէ արգահատալից վերաբերմունք չեմ ունեցել, իսկ որ ղեկավարում էի նախագահային առօրյա քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, մենք ունեինք շատ լավ տղաներ, որոնք ծուղարկում էինք Ֆլեչեր սովորելու։ Բայց ինձ մեղադրում էին, որ ես Ֆլեչեր արևմուտքում սովորածներին համարում եմ ուրեմն շպիոններ եւ հայ ժողովրդի թշնամիներ։ Ոնց ձերովի ակադեմիան Ֆլեչեր։ Չնայած ես տենց երբեք մտածում չեմ ունեցել, այտենց չեմ էլ մտածել։ Բայց կյանքը ցույց է տալի մի բան, որ ախպեր ջան, այդ միջավայրում սովորած մարդիկ ուզենք թե չուզենք, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ իրանք պատկերացնում են այնպես, ոնց որ տեսականորեն իրանք ասում են։ Իրանք չեն ուզում խորանալ այն հանգամանքի մեջ, որ արևմուտքը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության միջոցով հատուկ ծառայություններն են մտցնում տվյալ երկրները իր ուզած հունով տանելու, անհրաժեշտության դեպքում էլ գունավոր հեղափոխություն անելու համար։ Հիմա դրա համար, քանի որ այս մարդիկ էլ մեծ մասը իրանք շփումները Քամլիցի տես երիտասարդ տղաներ են, Աստված իրանց ուժ ու կարողություն տա, որտեղ իմ ասածները միշտ հետո սխալ են մեկնաբանում։
թող Կարեն Կարապետյանը, կներություն, Կարեն Կարապետյանը իմ ընկերն է, մենք միասին աշխատել ենք, իր որդին Նարեկը, որ Սամվելի եղբոր որդին է, իրանց մեծ ձևով շարժման մեջ փայլուն հաջողություն ունենան։ Բայց այդ տղերքն էլ չէ ունեն արևմտյան կրթություն։ Հիմա շատ բարդ է։ Եթե ուրեմն ես ասում եմ, մեծ ձևով շարժում է, հակահայկական շարժում է։ Ոչ, հակ ես ասում եմ, եթե ես դու ախր մի րոպե սպասի ամերիկան սրբավայր համավորը, Թրամփի արևելքը հակահայ։ Ինչու է գնացել Միացյալ Նահանգներ 6 տարի, ինչ է իրանում։ Ինչ ես ուզում տղայիդ, ուղարկես Վիեննա սովորելու։ Ով ասում, իմ տղայի Վիեննայում նախ մոտեղես Մոսկվայում է սովորում։ Հիմա Մոսկվայում է։ Իմ տղի քաղաքականության մեջ կա։ Չէ։ Ես ինչ ես խոսում դու։ Չէ, կրթություն։ Իմ տղեն ու նրանց տղեկորը, իմ տղեն տաղանդավոր տղա է ծավոտանը դու։ Ո՞ւմ ես համատեղ, էգոիզմ։ Ես լավն եմ իմ տղեն։ Պոլիտոլոգիա է սովորում իմ տղեն Վիեննայում։ Չէ, բայց պոլիտոլոգիան տղի ինչ քարդա ենք այդ բանը սովորի։ Եթե ինքը չէ, դու շատ ակլասի արտիստ է դառնում մի քանի տարի։ Շատ բան ես։ Ինչ բանը ֆորմա։ Եթե երաժշտություն է, ուրեմն գնալ ընդ է, ֆիզիկա է, գնալ չգիտեմ ես ինչտեղ, բայց քաղաքական, ով էր ասում, Անգլիայի քաղաքականությունը չլներ, մինչև այսօր այդ փոքր կազին աշխարհի տերը չէր ելնի։ Ես քաղաքականության համոթվել եմ։ Չէ, դու որ ասում ես իմը երաժշտություն է, մի քաղաքականություն է, ես քաղաքականությունը ուզում ասեմ, արի հայրեն վերջնական եմ ասում։ Ամերիկյան Միացյալ Նահանգները սրբավայր կամ Թրամփի մոստը հայրի մուրաս համարողը հայ ժողովրդի թեժնամին է։ Ուզում է Կարապետյան Սամվելի ախոր տղեն լինի, ուզում է այն տղեն, ուզում է Աստծո տղեն լինի։ Всё։ Այդ շարժումը հակահայկական է։ Կարող է ավելի քիչ վնաս տալ Հայաստանին, քան Փաշինյանը, Նիկոլը։ Կարող է ավելի շատ տամ, ես ասում եմ, արևմուտքի առաջ խոնարհում է, թուրքի կանգավոր է, խոնարհում չկա է։ Խոնարհում Ամերիկա գնալը։ Հիմա հարց են տալի մարդուն, ասում են հենց գա, այդ պայմանագիրը ոչնչացնելու եք, մարդը ասում է, չէ, ձևափոխելու ենք։ Ով դու ով ես ձևափոխել։ Դե էլի արդեն սկսեցի։ Ինչ է ձևափոխել։ Օզակնքեց արա։ Այ ձեր մտածողությունը դու որ ասում եք Նիկոլն է որ Արցախը տա։ Տվեց։ Ես դες Նիկոլն է որ Սյունիքը տա։ Տվեց։ Հիմա մեր Դարեկ Կարապետյանը ով է որ այո, այն մարդը որ Կովկասի ոչ է Տրամփի ուղին այս ձևով տիլի։ Ինքը ով է որ կարենա։ Ես Հայաստանի Հանրապետության ղեկավարը։ Չես եթե Տրամփի ուղին ո՞ս է Տրամփի ուղին։ Հայաստանի ղեկավարը ով է։ Այ այդ մտածողությունը մարդկանց լավ արդեն բան է, այս մարդը մտածում եմ որ Հայաստանը դել ավելի եղած չլակնի սիկտիր չի կներեք բարիս համար հազարակամ ժողովուրդ ջան։ Ուրեմն ինչ իմաստ ունի ով կլինի ոնց կլինի։ Լսի, ախր ամենամեծ կայֆը գիտես որն է։ Այդ շարժումը մեր ձեւ ընտրության չի մասնակցում։ Արելի դու անում մի տուր եւ մի կպի այդ շարժումը այդ մարդիկ երիտասարդ տղաներ են շատ ճիշտ են անում լավ են անում։ Այդ մարդկանց բանը լսի, չի մասնակցի։ Ես գիտեմ ինչա Փաշինյան Նիկոլայը, գիտեմ ինչա Եվրամիությունը, ինչ է Թրամփի կնիկը ու Թրամփի մարդը իր մոստով։ Այդ շարժումը կամ չի գրանցվի, կեղտ կբռնեն վրան։ Կասեն պասպորտի նկարը ծուռ էր կամ համարը սխա։ Կամ կգրանցվի, եթե ինչ որ մի քիչ վտանգ տեսան իրանց մեջ, ախրիջան, քվեարկությունից 3 օր առաջ Բրուսելում ֆորմուլան կա դրա։ Ցուցակից կհանե։ Բրուսելն է կողջունի։ Չիչոկայը ուրիշ բան, կարասը տես բանացի։ Չի մասնակցի։ Այդ մորը, լսեք, Փաշինյան Նիկոլին ցանկացած գլխացավ տվող քաղաքական ուր, որ ինչ որ 10%-ի կարող է մոտենա։ Դե Փաշինյան Նիկոլը կարող է Վերջո դեմոկրատ տղա է, խի 100%-ով կեղծի ընտրությունները։ Ապեր թող այդ 10%-ով կեղծի։ Ինքը ուզում է 100%-ով կեղծի, չէ 50%-ով է չի ուզում կեղծի։ Այդ մարդը բարի գործեր է անում։ Ինքը բարի տղա է, 4 երեխի հեր է։ Դու ունես չունես 3, ինքը հայ ժողովրդի համար ավելի լավ բան արի, քան դու, ինքը 4 հատ ունի, դու 3 հատ, ես вообще մի հատ ունեմ, ես ցարապես բաց չվարե։ Մարդիկ քեզ շատ լուրջ կընդունեն։ Հա, հասկանում ես։ Պարոն Իսրակոլյան ջան, դրա համար եմ ասում։ Լսի, սա այս թուղթը սպիտակ է, էլի։ Դու սրան կարաս 7 ձևի ներկայացնես, ասես, եթե լուսի տակ պայեն կարող է դեղնի, եթե ես իմ տանենք մոտ տեղը կարող է կարմրի, բան, ախր սպիտակ է եւ всё։ Ես ասում եմ, հայ արևմտականը թուրքից վտանգավոր կենթանի է հայի համար։ Լինի դա Հայրիկյան Պարույր, լինի դա Հարությունյան Շան, Տեր-Պետրոսյան Լևոն, Մանուկյան Վազգեն, դրանք թշնամիներ են։ Այլ կամ
վտանգավորության այս կամ այն աստիճանի։ Բայց ո՞ր ասում որ իրանք արևմտականներ են։ Իրանք Իմենը ինձ ասելա իմենը Բանոկյան Վազգենը։ Դե Պետրոսյանի հետ ծանոթ չեմ ես։ Ծանոթ չես, դե մի քիչ դες բան չի ասել։ Բանոկյան Վազգենն ասելա։ Մի ով ասել, մի նստել ենք ստեղ էշի բան ենք անում, հա։ Ով անում էշի տեղ դնում։ Արևմտական չէ բանը։ Դիմա որ դու ասես արևմտական։ Լսի, Բանոկյան Վազգենը իրան էր ասած շարժում ուներ։ Կոչում էր Մաշտոց միավորում։ Իրավապաշտպան ավետիք բան կար։ Լավա մեռած պրսակ դրանից է պրսանք է։ Չի կարելի, արա, մարդկանց մազինը։ Օնի դրա կողքի մերելներին, գարնիկ, ես դրանցները գլխից ինքս սարքեցին, Խոսրովերն դեպքը, օպերայում, ինքս սարքեցին։ Չակոչով դաշտում են ռուսական ցուցանակներ, հանուն հայ ժողովրդի։ 35 տարեկան էշ էր, 89 թվի բան եմ ասում, 90։ Չակոչով ռուսակը գրված է, չի, ռեկտոր ասիգա, ուիստ։ Ազգային պայքար էին մղում, ռուսական տարրերի ոչնչացնելով։ Դա լավ բան են արել հայ ժողովրդի համար։ Եթե հասցում եք լավ, ուրեմն ախպեջան, այս ժողովրդի, էլի չեք դժգոհում այս օրին եք։ Վաղը հանուն արևմուտքի Երևանը կդառնա Երևան։ Դե լավ, քո առաջարկը, դες հիմա եկեղեցու դեմ այդ մարդը պայքարը սկսել է, չէ՞։ Եկեղեցին դիմադրում է ու երկար ժամանակ ինքը չի կարողանում, այսօր նույնիսկ ասում են Լսեք, 10 եպիսկոպոսներից երկուսը ոնց որ լսեք։ Հիմա ինչ ես կարծում, օրինակ Նիկոլը Վեհապարը մի բան գիտակցում է։ Ինքը նայ նախ կրթված մարդ է, հաստատ լուրջ տեղեր սովորել է։ Հետո ինքը մի բան է գիտակցում։ Ես համոզված եմ ինքը վաղն է կուզենա հեռանալ։ Մի բան գիտակցում է։ Ինքը հանկարծ հեռանա Եկեղեցին կգնի Հայաստանի օրը, Արցախի օրը, և կյանքի գնով ինքը կմնա։ Եթե Սերժ Սարգսյանը իմանար իրանից հետո սա ինչ անելու, կմերներ այն ամենադժոխրային տանջանքին կդիմանար, բայց չէր հեռանա։ Դե այն ժամանակին չասին լավ է, թողնենք ես լակոտը մի տարի աշխատի, լավ, մի տարվա մեջ իրոք չի հասնի շատ բան քանդի, բայց հետո ինչ եղավ, տեսար ինչքան բանը, եթե իրոք ժողովուրդը է սա ուզում, ախպեր, ես թքեմ հեռանամ, թքեց հեռացավ, բայց որ այն ժամանակվա այդ որոշումը ընդունողներ է, դա մենակ Սերժ Սարգսյանը չի եղել, որովհետև փաստերն է, որ ամսի 22-ին ինքը չարտեր են ուղարկում, որ մեր դեպուտատներին բերեն, ովքեր Ստրասբուրգում են, Ֆարմանյան Սամվելներ, Կարինեն Աչամյան, չէ, որ վաղը պիտի Նիկոլին կալանավորեն։ 23-ի առավոտը մարդը այդ բանն անում։ Ինչ պատճառներով, մենք չենք, չգիտեն գիշերը ինչ են նստել, ինչ են խոսել, ինչ են որոշել, որոշում անտում, որ ախպեր ջան, դե լավ, գործը թողեք Սարգսյանը հեռանա, մեկը Համինքով դարավ, տեսար ինչ է, իսկ վեհապարը գիտի, որ ինքը հեռացավ, եկեղեցի չի լինի։ Բաբաջանյան Արմանը կգնա տեղապա, տեղում իրան ֆաժ դիպլոմ կգերեն, ճեմարանի, կասեն բանը։ Կուսակրոնել է։ Հա, կուսակրոնել է, հա, կուսած դեք ոչ Կույսակրոն է։ Կույսակրոն, հա։ Ու հայ առաքելը կա եկեղեցին։ Իր պատմությունը կդատարեցնի։ Լսի, ես ասում եմ, էլի կասեմ, ես ասել եմ իմ հետ վիճել եք չեք համաձայնվես։ Պարոն Իսագորյան, ուրեմն նայ, եթե պետության առաջի դեմքը ուզում ա մի բան, լավ կամ վատ, ինքը դա անում է։ Օրինակ տես, Հայաստանի հավաքականը շախմատի 2 անգամ օլիմպիական չեմպիոն դարձավ։ Դա բացառապես Սերժ Սարգսյանի շնորհիվ էր։ Բացառապես 2 անգամ։ Ինքը բռնեց դրած տարավ խաղացրեց, բերեց, իսկ մինչև խաղալը ինքը որ շախմատից հասկանում էր, գիտեր ոնց է շախմատից դառնում, հա թիմը, ինքը դա արեց։ Դա դժվար բան էր։ Մի անգամ պաշտպանության նախարարը դե երկի թիվ մեկ դեմքներ էլի։ Դրանց չեմպիոն դարձրեց, երկրորդ անգամ ինքն է անձամբ գնաց մասնակցեց, արդեն նախագահ էր 2008 թվականն էր։ Ալեքսանդր II-ը, որին ռուս լիբերալները սիրում են շատ։ Իսկ ես համարում եմ իրան
վատ կայսերներից մեկը ռուսական։ Եթե մի բանի լիբերալն է սիրում, դե պատկերացրեք դա Ռուսաստանի համար ինչ է։ Լինելով աշխարհի ամենագրագետ մարդի ժամանակների, հա, գոնե ամենագրագետ միապետը, Ռուսաստանը դարձրեց Պետերբուրգը դարձրեց աշխարհի կուլտուրական կենտրոն, թիվ 1 կենտրոնը։ Լոնդոնից հենց Նյու Յորքը չկար է, Փարիզից ուժը։ Իրան բալետ էր պետք։ Հա։ Ինքը գիտեր ոնց ունենա աշխարհի ամենալավ բալետը։ Ունեցավ լավ բալետ։ Պիցիպային բերեց, մի քիչ կրթված չլներ, մի հատ ոչխարիկը բերել, ռուսները բալետ չէին ունենա։ Այդ բալետը տարածեց աշխարհով մեկ։ Բալետը Ռուսաստանում ծնունդ առավ։ Ակադեմիական երաժշտական կրթությունը ծնունդ առավ Ռուսաստանում։ Եվրոպայում կա, բայց դա ակադեմիական կրթություն։ Ով արեց դա Ալեքսանդր II-ն արեց, որովհետև կրթված մարդ էր։ Արեց իր իշխանության ուժով։ Հիմա լավ բան անել ինչքան դժվար է, վատ ինչքան հեշտ է, չէ՞։ Շենքը սարքում ես մի տարի, պայթեցնում ես 30 վայրկյանում, չէ՞։ Հիմա ես որ ասում եմ սա որ ուզենա եկեղեցին կքանդի, ասում եք չէ։ Ախպեր մեզ կքանդի պետության ուժով, իր ազգական իշխանությամբ, պետության հերը կանիցի։ Լախի չի անում, չի ուզում։ Անում է, ուզում ես մի վայրկյանում անի, ուզում ես մարատորը պայթեցնի վաղը։ Անում է, անել է պոզով պոչով, հա։ Ղարաբաղն է աջակցելու է ինքը։ Դու միանշանակ։ Այսինքն վեհապարը ձեռները բարձրացնի գնա հանձնվել։ Ես ասում եմ ձևապարը ձեռները բարձրացնի։ Ոսում ես միևնույն է հաղթելու է։ Ես չեմ ասում հաղթելու է։ Ես ասում եմ իրան ամեն ինչ ինքը ուզում է, ինքը չի կարող օրինակ բերեցի, չէ՞, շախմատով Ալեքսանդրը, եթե պետությունն է զբաղվում մի բանով, դա անպայման կհաջողվի։ Լավ վատ լինի դա, վատ բան լինի, անպայման կհաջողվի։ Պետությունները այնքան բաներով են զբաղվելու չեն հաջողվել։ Չէ, լուրջ, որ մեկը։ Ոչ, մեծի։ Հա, շատ, միլիոնավոր։ Հա, Թուրքիան ուզում էր Լենինգրադը իրան վերցնել, ստացվեց։ Որպես Թուրքիա եմ ասում, Հիտլերը, բան չի։ Ռուսները շատ են ուզում Կոնստանտինոպոլիսը վերցնել, վերցեցին, չվերցեցին։ Մի խոսքով, շատ Կոնստանտինոպոլիսը, հիմա լավ 25 թվից անցնում են 26 թիվ։ Ավարտում է 25-ը, սկսվում է 26-ը։ Անդրեաս Խաչատրյանը 25 թվականին վերջին անգամ է մեր տաղավարում։ Լավ է ժողովուրդը, քեզանից կամ ինձանից կամ մեզանից ինչ սպասի։ Ինչ ապագա է իրան սպասվում 26 թվականին։ Փաշինյան Նիկոլի հաղթանակ է սպասվում։ Եթե մեր քաղաքական էլիտան, մեր սունակ մասսայի մասին եմ խոսում, հա, եթե ինձ լսի, ասի ինձ պետք չի թող ողջամտությանը լսի, ինքը չի մասնակցի ընտրություններին։ Թողեք այդ պարլամենտում, արա մի վերցրեք ձեր վրա պատասխանատվություն։ Կարող ասա Հայաստանի վերջի պարլամենտն է, դուք դրա անդամ մի եղեք, ամոթ ունեցեք։ Ամառ ասեք ապեր մենք այդ պարլամենտում չենք եղել։ Կոնկրետ Երևան դառնալու ակտի մենք չենք քվեարկել, ոչ կողմ ոչ դեմ չենք եղել մենք այնտեղ ֆիզիկապես։ Այդտենց։ Լավ բան ունեք ասելու մեր ժողովրդին։ Պետքա հա կամ մասնակցեք, բայց հետո Փաշինյան Նիկոլի ասած արեք Թաշա բռնի ոչ ժողովրդական հեղափոխություն։ Ժողովրդական։ Ահա Թաշա ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն։ Կամ Ունես նախընտրական ծրագիր բան արեք։ Ներկայացրեք։ Որ ոնց որ կայակալասը պաշտպանում է Փաշինյան Նիկոլին իր Եվրամիությունով Տրամպը, ձեզ էլ պաշտպանեն մեկ այլ տեղից։ Այդպես ծրագիր ոչ ես եք անում, ոչ են։ Եվ ուզում եք հաղթել Նիկոլին։ Եվ ուզում եք հաղթել։ Այսինքն ես որ ասում եմ իրան ամեն ինչ կհաջողվի, եթե թույլ տաս։ Ես լինեի քաղաքական կուսակցություն Հայաստանի, ասենք Ծառուկյանի տեղը, ես Նիկոլի նետառը կթողնեի ես երկրում, ու շատ վաղուց, Նիկոլից կմնար նետառը, Էնել փոքրատար։ Դե, ես ուրախ նոտայի վրա ժողովրդյան այսօր ավարտենք մեր եթերը, դե առջևում շաբաթ կիրակի է, երկուշաբթին արդեն կանայք եւ աղջիկները դե բնականաբար բունտ են բարձրացնում, ասում են երկու օր էլ մեր ժամանակ տվեք, որ մենք կարողանանք թխվածները պատրաստել նոր տարվա համար, չնայած
շատ-շատերը դրա տրամադրությունը առանձնապես չունեն, բայց մենք իրավունք չունենք մերժելու մեր սիրելի կանանց ու աղջիկներին, մեր մայրերին, տատերին ու թորնուիններին, աղջիկներին։ Դրա համար, եթե երկուշաբթի օրը մենք եթերներ կունենանք, ապա բացառապես արական սեռի ներկայացուցիչները կգան աշխատանքի, մենք անպայման իհարկե հաղորդումներ կանենք, եթե մինչև էդ էլ Արտյոմ Խաչատրյան դեռ մեկնած չլինի Հայաստանից, ուրեմն կարող է դեռ հանդիպենք այս տարվա եւ ամփոփենք ընդհանրապես։ Եվ այս ընթացքում էլ շաբաթ-կիրակի մի քանի հանդիպումներ են լինելու, գուցե այդ հանդիպումներն էլ նոր բաներ ուրեմն մեզ անանեն, մենք անպայման դրանց մասին տեղյակ կբարենք։ Այսօր մնաք բարյավ, կհանդիպենք։